եւ Որդու եւ Օգնույն Սրբո ամեն։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս Ուրներան ազգությունն ուսուցանել եւ գխոսել եւ իրեն ուքան իր մայրը եւ եղբայրները։ Սակայն որովհետեւ ազգությունը շատ էր, անոնք չգրցան մոտենալ Հիսուսին։ Հիսուսին գսեն մայրը եւ եղբայրները եկած են եւ քեզ ուզեն տեսնել։ Եվ Հիսուս հրաբարակավ գսել մայրս եւ եղբայրներս ասոնք են, որոնք Աստծո խոսքը գլսեն եւ գործադրեն։ Այս աստվածաշնչական հատվածը, որ առնված է Ղուկասու ավետարանի 8-րդ գլուխեն, մեզ գարաշնորհ է 3 կարևոր եւ գեղեցիկ խորհրդատվություններով։ Առաջին, Հիսուս բացվեց իր մայրը եւ նաեւ կարևորություն եւ սեր տվավ իր հարազատներուն։ Առաջին անգամը չէ, որ Հիսուս իր մայրը, իր եղբայրները, այլ խոսքով զարմիկները հրաբարակավ գտնունի եւ նաեւ ցույց կտա իր մայրը եւ եղբայրները։ Հակառակ որ Հիսուս իր առաքելություն լցված էր ժողովրդի փրկության համար, սակայն մայրը մնայուն գերբով Սուրբ Աստվածածինը կհետևեր իր զավակին քայլերուն եւ ինչպես Աստվածաշունչեն գիտենք, մինչև խաչ անոր հետևեցավ։ Եվ այս մեկը մեզի մտածել կուտա, եթե Հիսուս իր ամբողջ զորության, իր ամբողջ աստվածության բացվեց իր ծնողքը, սեր, կարևորություն, ընդունելություն ցույց տվավ իր հարազատներուն, հապա մենք իբրև մահկանացու արարածներ, որքան պետք է բացվենք մեր ծնողները եւ մեր հարազատները։ Այս մեկը այսօր շատ ավելի կարևոր է այս մեկը շեշտել, որովհետև երբ մեր շուրջը գնային, գտեսնենք, թե ինչպես ընտանիքներու միջև, ընտանիքներեն ներս, ընտանիքներու հագին դակ, ջեղքեր, հացություններ, բաժանումներ կան, այն սերը, որ Աստված մեզի իր արյունով նվիրած է, այդ սերը կբացատրի մեր ընտանեկան հարգերուն դակ։ Եվ այսօրվան այս կարևոր գետը մեզ կհրավիրել մտածելու, որ այն սերը, որ մենք կզգանք մեր սրտերու մեջ, այն սերը, որ մեզի շնորհված է սրիապար, սակայն Քրիստոսի արյունով, անիկա միայն մենք մեր հաշիվին եւ կմահաճույքին համաձայն պետք չէ ապեն կամ գործադրենք։ Այդ սերը, որ Աստուծո մեր ստացած ենք, ունենք, որպեսզի բաժնենք մեր նմաններուն հետ։ Ամենեն առաջ մեր ծնողքին, մեր ընտանեկան անդամներուն, ինչպես նաև հարազատներուն հանդեպ։ Թույլ մենք չէ տանք, որ չարը ջեղքեր հարաճացնե մեր ընտանիքներուն մեջ։ Նույնիսկ եթե անհամաձայնություններ գոյություն ունենան, նույնիսկ եթե մենք իրարու անգադարությունները տեսնենք, պետք է հիշենք, որ Քրիստոս պատվեց իր զնողքը, չանդեսեց իր հարազատները, ուրեմն մենք ալ իր օրինակին պետք է հետևին եւ ընտանեկան միությունը իր սիրով ամուր բան։ Երկրորդ սիրելի հարազատներ, մենք բոլորս եւ այս աշխարհի վրա գտնվող ամեն մեկ արարած Աստծո զավակ ենք։ Քրիստոս եկավ աշխարհ մեզ ոչ թե միայն բարձրապես փրկելու, դուրս բերելու մեր մեղքի եւ ինգած վիճակեն, այլ մեզի հետ, Աստծո հետ այդ մոդիկ հարաբերությունը ստեղծելու։ Եվ անոր համար ըսավ
ցեզի հարեգամներ կգոչեն։ Եվ այստեղ հրաբարակավ գսե իմ մայրս և եղբայրներս ասոնք են, որոնք Աստծո խոսքը կլսեն և կգործադրեն։ Մենք բոլորս մեծամասնությունս Սուրբ Եկեղեցու արքանքի մգրտության ավազանի մեջ Սուրբ Հոգիով ծնած ենք։ Եվ անոր շնորհիվ բոլորս Քրիստոսի անունը կգրենք։ Բոլորս Քրիստոսի որդեքի զավակները և ժառանգները կդառնանք։ Բայց այդ մեկը չի նշանակել, որ մենք իսկապես Քրիստոսի զավակներն ենք, հարազատներն ենք, մայրն ենք։ Հիսուս կսե մայրս և եղբայրներս անոնք են, որոնք Աստծո խոսքը կլսեն և կգործադրեն, այլ խոսքով անոր Աստծո կամքը կկատարեն։ Մենք մեր կյանքի մեջ արդյոք որքանով կպնդրենք Աստծո խոսքը զայն գործադրելու նպատակով։ Աստծո խոսքը լսելը ընդունելը մեր սրտերում մեջ ամենեն հաճելի և ամենեն քաղցր իրականությունն է։ Աստծո խոսքեն ավելի քաղցր իրականություն չկա մեր կյանքի մեջ։ Բայց միայն քաղցրությունը ճաշակելը արդյոք բավարար է։ Հիսուս կսե լսել և գործադրել։ Այո, մենք բոլորս տգարություններ ունենք։ Մեր մոլությունները, մեր մեղքերը թույլ չեն տար, որ մենք գադարելապես Աստծո խոսքը լսենք, հասկանանք և գադարենք։ Բայց այս ավետարանական հատվածը մեզ ուղղել իր խոսքը ասելով, եթե կսկաս, որ ես քու եղբայրդ եմ, եթե կսկաս, որ ես քու փրկիչդ եմ, ուրեմն այդ հարաբերությունը արտահայտել ոչ միայն խոսքը լսելով, այլ նաև գործադրելով, որովհետև սիրելի հարազատներ, մեր գործն է, որ պիտի փաստե, որ մենք իսկապես երկնքի ժառանգներն ենք և Աստծո որդիներն ենք։ Անիկա միայն ցույց կտա, որ մենք Աստծո կպատկանենք և իր զավակներն ենք։ Եվ պետք չէ մոռանալ, որ մենք ընկերային կյանքի մեջ մեր գործերուն պատճառով շատերուն կմոտեցնենք Աստծո, ես ուրիշներուն կհեռացնենք։ Այդ իսկ պատճառով այս ավետարանական խոսքը գուկա հծախնության սերը տնելու մեր սրտի մեջ, որպես Աստծո խոսքը լսենք և գործադրենք, որպես իսկապես արժանելան իր մայրը, իր եղբայրները, իր հարազատները կոչվելու։ Երրորդ, սիրելի հարազատներ, ինչպես ավետարանական հատվածը գսե, Հիսուսին շուրջ խոց ազգությունը լեցուցած էր և իր խոսքերը, իր վարդապետությունը կմփոշներ։ Հակառակ այդ բոլորի մեջ Հիսուս կանչեց ըսավ իր մայրը և եղբայրները։ Եվ այս մեկը բահմը զիս մտածել տվավ, երբ օրը Հիսուս իբրև թադավոր հայտնվի, արդյոք մեզ պիտի ճանչնա իբրև իր եղբայրները, իր քույրերը, իր հարազատները։ Քրիստոս այսօր միջնորդություն կկատարի յուրաքանչյուրիս համար։ Մեր փրկության համար ոչինչ կխնայե մեր ամենօրյա կյանքի մեջ, որպեսզի ոչ մեկս իբրև իր զավակները երկնքի արքայության ժառանգությունեն զրկվի։ Բայց ի վերջո միայն Աստծո մեր գաղթյալ չէ մեր փրկությունը, այլ նաև կենթադրե մեր հավատքի դրսևորումը անոր փրկության հանդեպ։ Եվ եթե մենք այդ հարազատությունը գործունեացած ենք մեր երկրավոր կյանքին ընթացքին, մեր գաբը գործունեացած ենք, հերացած ենք Աստծո և քրիստոնեական գոչումը բարձի արած ենք և բարձրապես կոչվենք քրիստոնյաներ կամ կհաջողենք եկեղեցի, սակայն երկրքի արքայության մեջ
ինչպես իր խոսքը գսե ճիշտ այս հատվածեն առաջ չգա զազուտ բան, որ պիտի չհայտնվի։ Հոն հայտնի պիտի ըլլա, թե մենք իսկապես արդյոք մոդեցած ենք սին, բաշտած ենք սին, ոչ միայն իբրև մեր Աստվածը, մեր հայրը, մեր փրկիչը, այլ նաև մեր եղբայրը, մեր հարազատը, որոնք արյունով ժառանգած ենք և փրկված ենք։ Պետք չէ որ սիրելի հարազատներ, օրմա արդար Հայաստանը մեր առջև պիտի ելա և մենք հաշիվ պիտի տանք արդար Աստծուն։ Սիրելի հարազատներ, այսօր աշխարհի վրա չկա որևէ գրոհ, որ գսե թե իրենց Աստվածը եղբայրը։ Միայն քրիստոնեության մեջ է, որ Աստված մարդացավ, ոչ թե պարզապես փրկելու, այլ իր սերը հարազատորեն, անմիջականորեն արտահայտելու յուրաքանչյուրից։ Եվ ահավասիկ ավելի քան 2000 տարիներ այդ սերը Քրիստոսի ճամփով գսկան ոչ միայն հոգիներու մեջ, այլ մեր մորթերուն վրա։ Սակայն պետք է գիտակից ըլլանք, որ մենք դե չէ հերանանք Աստծո կամքին։ Մեր սիրտը գարաշոտ է մեր մահաճույքին, մեր ցանկություններուն, մեր ուզածին, մեր եսին, սակայն Աստծո կամքը, Աստծո խոսքը մեզ գարաշոտ է։ Ոչ միայն մեր փրկության, այլ նաև մեր շրջապատին։ Հետևաբար եկեք այսօր աղոթենք, որ Աստված իր սերը, իր խոսքը, իր փրկությունը մեր սրտի մեջ ամուր կերպով արմատավորե, որպեսզի ամեն բան առաջ մեր ընտանեկան հարգերում դակ իր սիրով միությունը պահպանենք, պաշտպանենք, դեր գնանք և ապրենք և նամանավանդ մեր մեջ իր խոսքի հանդեպ զարավը երբեք չհագեցնենք, որպեսզի միշտ փնտրենք իր խոսքը, կործադրենք իր խոսքը, գադարենք իր կամքը, որպեսզի երբ երկրորդ Հայաստանը դեղի ունենա, Քրիստոս մեզ եսե, ահավասիկ իմ եղբայրներս, իմ քույրերս, եկեք և ժառանգեցեք երկրի արքայությունը, որ հավիտյանս օրհնյալ է, այժմ և միշտ հավիտյանս։ Ամեն։